Հոկտեմբերի 2-ին կայացավ Սրբազան պայքարի գործի քննության հերթական դատական նիստը։ Ինչպես նախորդ բոլոր նիստերին, Բագրատ Սրբազանին եւ նրա աջակիցներին դատարանի դահլիճում ներկաները ծափերով եւ քաջալերող ողջույններով դիմավորեցին եւ միասին արտասանեցին հրաժարիմքը։ Հրաժարվում ենք սատանայից, նրա բոլոր խաբեություններից։ Դատական նիստին դահլիճում ներկա էր նաև Կանադայի հյուպատոս Ռայան Միլերը։ Նախ նիստի սկզբում պայքարի աջակիցներից մի քանիսի գործում ներգրավվեցին նոր պաշտպաններ։ Բագրատ Սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հանրային մեղադրողներին բացառք հայտարարեց։ Բացարկի հիմքում մեջբերում եմ 2 հոգու գյուլելու, 15 հոգու բանտ նստեցնելու եւ ավտոբուս վառելու մասին հայտնի հեռախոսային երկխոսության մեջ Սրբազանին վերագրվող արտահայտությունները փաստաբանը կեղծիք համարեց։ Նրա հայտարարած բացարկին միացան այլ պաշտպաններ եւս։ Կարեն Ֆարխոյանը դատախազներին հայտարարած բացարկի միջնորդությունը մերժեց։ Մեղադրական կողմի ներկայացրած փաստարկները Սրբազանը զրպարտություն որակեց, հիշեցնելով, որ իրեն եւ Միքայել Սրբազանին բանտախցում գաղտնալսել են զենքի թաքստոցներ եւ գործում ռուսական հետքի արկայություն գտնելու հույսով։ Լրագրողների հետ զրույցում Հովհաննես Խուդոյանը ամփոփեց օրվա դատական նիստը։ Փաստաբաններից որևէ մեկը անձնական վիրավորանք չի հասցրել դատախազներին, սակայն եթե իրենք այդպես են ընդունում, նշանակում է իրենք իրենց գործողությունների մեջ կասկածներ ունեն, որովհետև կարծում եմ գոնե իրենց փառքավիճակում գտնվող մարդիկ թեկուզ եւ շարունակում են անել, բայց իրականում հասկանում են ինչ են անում, դրա եւ բարոյական եւ իրավական հետևանքները նույնպես պատկերացնում են իրենց համար։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին։ Սոնա Խաչատրյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։